Եվս մեկ անգամ ուզում եմ մի քանի հրապարակային հարց ուղղել ընդդիմադիր դրոշը պարզած Սամվել Կարապետյանին։ Դու իսկապես մտածում ես, որ մենք, որ տեսել ենք 18 թվականի Սերժիկի ու Միշիկի սարկած կեղծ հեղափոխությունը, պիտի հավատայինք, որ Նիկոլ Փաշինյանը ուզում էր քեզ ձերբակալել, պատճառ չգտավ եւ բռնեց քո արտաբերած մեր ձևով արտահայտությունից ու քեզ տարավ կալանքի։ Հա։ Հետո ստեղծվեց մեր ձևով ուժը, հետո դուք մասնակցեցիք ընտրություններին, կոնկրետ հարցեր լռության տվեցիք, զբաղեցրեցիք երկրորդ տեղը, հայտարարեցիք, որ մանդատները պիտի վերցնեք։ Ընտրությունները կեղծվեցին բնականաբար, կեղծվեցին նաև ձեր միջոցով, Փաշինյան Նիկոլը թույլ տվեց, որպեսզի տոպրակներով դուք փողեր բաժանեք, հա, ու հայտարարեք, որ պիտի վերցնեք մանդատները։ Դու լուրջ մտածում ես, որ մենք պիտի հավատանք, որ դու քո պայքարում անկեղծ ես։ Ու նաև հետաքրքիր կլինի իմանալ դու երբ բանից ես դարձել ընդդիմադիր, էլի, շատ հետաքրքիր կլինի իմանալ։ Ինչից հետո դարձար ընդդիմադիր, պարոն Սամվել։ Երբ սկսեց արշավը եկեղեցու դեմ, Փաշինյանը երբ սկսեց եկեղեցու դեմ արշավը, հայ առաքելական եկեղեցու դարավոր ավանդույթները խախտելով Ծառուկյան Գագիկը տեղադրում է Քրիստոսի արձանը, եկեղեցու համար պայքարող Սամվել Կարապետյան, ծպտունը դիճի դուրս չի գալիս։ Ողջ այդ կամպանիայի ընթացքում եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի վստահաբար որոշմամբ կամ Սերժ Սարգսյանի որոշմամբ ռեժիմը քո բան եղավ, թուլացավ եւ դու արդեն իրավունք ունեիր հանդես գալու հրապարակային խոսքով։ Գագիկ Ծառուկյանի իրականացրած Առաջ չափազանցնելու եմ ասում այլանդակության դեմ, բայջու չխոսեցիր, եկեղեցու համար պայքարող Սամվել Կարապետյան։ Եկեղեցու համար ես պայքարում, բայց Սերժիկի անսամբլի ներկայացուցիչներին, ովքեր ամիսներով իրենց լկտի կեղտոտ բերանն էին բացել arczepiskopos-ի հասցեին, բերում դարձնում ես դեպուտատ։ Այս հարցին դու պիտի պատասխանես, պարոն Սամվել, թե չի կարելի։ Ինչից հետո ես դու դարձել ընդդիմադիր։ Այսքան ողբերգություն բերես Փաշինյան Նիկոլը, դուք ձեր թիմակիցները միլիոնավոր դրամներ եք ուղարկում Փաշինյան Նիկոլի հետ աֆիլացված կազմակերպություններին, բա դա ինչպես հասկանանք։ Արցախյան առաջին այս ողբերգությունից հետո 44 օրյա Զարմիկը մասնակցում էր Պապիկյան Սուրիկի հարսանիքին։ Մի քանի ամիս հետո ընդհանրապես։ Իմիջայց հարսանիքը տեղի էր ունենում Գագիկ Ծառուկյանի Փարավոն ռեստորանում։ Սա նորմալ երևույթ է, Սամվել Կարապետյան։ Երբ Պապիկյան Սուրիկը դառնում է պատճառներից մեկը, պատրվակներից մեկը, ես ուզում եմ հիշեցնել, որ այդ անձնավորությունը գնում էր Աղդամ եւ ասում ակնան մեր հայրենիքն է։ Եվ այդ ստահակները դարձան այս ողբերգության պատճառներից մեկը, որի արդյունքում հետևանքով, որի պատճառով հազարավոր տղաներ զոհվեցին։ Հազարավոր տղաներ հիմա առանց ոտքի են։ Տասնյակ հազարավոր ծնողներ ուղղակի, չգիտեմ, ողբերգությունից մոլորել են, չգիտեն ինչ անեն, բայց դուք գնում եք, պար եք բռնում, հա, դուք գնում պար եք բռնում, մի հատ էլ Զարմիկը ասում է, ես մասնակցել եմ ի պաշտոնե հարսանիքներին չեն մասնակցում։ Այս դու ուզում ես Փաշինյան Նիկոլից վերցնես իր այդ կեղտոտ ստախոսության եւ կռուտիտի դրոշը ուզում ես Փաշինյան Նիկոլից վերցնես, ինչ է նշանակում ի պաշտոնե մասնակցել են Պապիկյան Սուրիկի հարսանիքին։ Իսկ այդ ինչ նվեր ես տվել։ Այդ նվերն էլ ես ի պաշտոնե տարել տվել։ Հիմա դուք այս ամենից հետո բացատրություն չունեք տալու ժողովրդին, ուզում եք մարդիկ ձեզ հավատան, ինչքան ուզում է ոչ մի լրագրող այս հարցը ձեզ չտա։ Բայց մեկ է, դուք կանգնելու եք դատարանի, դատաստանի, ձեր շլինքներից բռնելու են Սամվել Կարապետյան, հո այսպես չի մնալու այս ամենը։ Այս ամենը հո այսպես չի մնալու։ Փաշինյան Նիկոլը հրապարակում է ձեր թիմակիցների տարբեր խոսակցություններ, որտեղ
չգիտեմ, փող են բաժանում, ինչ են անում, հա, տարբեր խոսակցություններ։ Բա Փաշինյան Նիկոլ, ինչու՞ չես հրապարակում տարբեր խոսակցություններ վերնախավի կողմից, թե ինչպես են ցուցակը կազմել, թե ինչպես Սերժը Սամվելի հետ խոսել, կամ Սերժի միջնորդը Սամվելի հետ խոսել, դա ինչու՞ չես հրապարակում Փաշինյան Նիկոլ։ Այդ ձայնագրությունները ինչու՞ չկա Փաշինյան Նիկոլ, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան կապը հավաստիացնող ձայնագրություններ, կամ Սերժ Սարգսյանի մարդկանցից մեկը, որ խոսում է Սամվել Կարապետյանի հետ, այդ ձայնագրությունների չհրապարակումը ինչի հետ է կապված։ Բա դու ես ասում, չէ՞, դու ասում ես Սամվել Կարապետյանի մարիոնետավարը Սերժ Սարգսյանն է, ես համաձայն եմ քեզ հետ, ձայնագրությունների չհրապարակումը ինչի հետ է կապված։ Փաշինյան Նիկոլ։ Սամվել Կարապետյան 30 միլիոն դոլարի լավություն է արել Նիկոլ Փաշինյանը քեզ, կամ Նիկոլ Փաշինյանի ձեռքով Սերժն է արել 2023 թվականի դեկտեմբերին։ Դու ունեցել ես, պարոն Սամվել, 30 միլիոն դոլար վարկ Արչին բանկին, եւ այդ վարկը մնացած վարկերի հետ 800 միլիոնի հետ դրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուսերին։ Դու ընդդիմադիր ես, պարոն Սամվել, հա։ Իմիջիայլոց այս հարցը վերաբերում է նաև նիկոլական զբռոդի ներկայացուցիչներին։ Բա ասում եք օլիգարխիայի դեմ ենք պայքարում, օլիգարխիայի ներկայացուցիչների վարկերը ինչու եք դնում խեղճուկարակ ժողովրդի ուսերին։ Պարոն նիկոլականներ, ինչու եք դա արել։ Որովհետև դուք մեծ հաշվով միասին եք եւ բոլորիդ գլխին կանգնած է մի մարդ, ում կիսանդրու հետ վերջերս Փաշինյան Նիկոլը նկարվում էր։ Ես ձեր տիրոջ մերը